Փոխվարչապետ Մերգ Գրիգորյանը հաստատում է օրերս Գաբալայում Ադրբեջանի փոխվարչապետի հետ քննարկել են Ադրբեջանից Հայաստանի նավթի ու նավթամթերքի արտահանման հարցը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս շաբաթ պատարագի կմասնակցի այգեշատում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի մասնակից կառավարությունների ղեկավարների հետ այցելել է ատոմ թանգարան, երկրների վարչապետերը շրջայց են կատարել, ծանոթացել թանգարանում ներկայացված ցուցանմուշներին, ատոմային էներգիայի ոլորտում զարգացումներին։ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը ակնկալում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կկնքվի հնարավորինս շուտ։ Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը պատմական նշանակություն ունի, նշել է նա։ Ուկրաինայի պաշտպանության ուժերը հաջող հակահարձակման արդյունքում լիովին շրջափակել են ռուսական զինուժի խմբավորումը Կուպլյանսկում, այս մասին հայտնել է երկրի գվարդիայի Խարտիա կորպուսի հրամանատարությունը։ Նշվում է, որ գործողությունների ընթացքում ոչնչացվել է 1027 ռուս զինվորական։ Կիևի Դինամոն կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում պարտություն է կրել իտալական Ֆիորենտինայից։ Թիմը լիգայի փուլի ավարտից 1 տուր առաջ կորցրել է եվրոպական մրցաշարերում մրցելու հնարավորությունը։